կարող է ձեզ օգնել։ Առաջինը հաճախակի փորկապությունն է։ Եթե մարդը քիչ մանրաթել է օգտագործում, աղիները կարող են դանդաղ աշխատել։ Թթի մանրաթելերը նպաստում են աղիների բնական շարժմանը։ Օրվա ընթացքում մի քանի հատիկ թութը կարող է լուծել փորկապության խնդիրը։ Դուք կհարցնեք, թութը սեզոնային պտուղ է, ինչպես օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։ Կարող եք պարզապես թութը սառեցնել, տեղավորել սառցախցիկում եւ օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, այսպիսով լուծելով նաեւ փորկապության խնդիրը առանց դեղերի։ Երկրորդը թուլացած իմունիտետն է։ Եթե հաճախ եք մրսում կամ հիվանդանում, միայն թութը խնդիրը չի լուծի, բայց եթե այն ներմուծեք ձեր սննդակարգի մեջ, ապա ձեր օրգանիզմը կհարստանա վիտամին C-ով եւ այլ կարևոր նյութերով, որոնք կամրապնդեն ձեր օրգանիզմը։ Հաջորդը հոգնածություն եւ ուժերի պակաս։ Մշտական հոգնածությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ վատ քուն, սթրես, երկաթի պակաս եւ այլն։ Թութը պարունակում է երկաթ եւ B խմբի գրեթե բոլոր վիտամինները, որոնք մասնակցում են օրգանիզմի էներգիայի արտադրությանը։ Հաջորդը սրտանոթային հիվանդությունների ռիսկ։ Թթի մեջ առկա կալիումը, մանրաթելերը եւ հակաօքսիդանտները նպաստում են սրտի եւ անոթների առողջության պահպանմանը։ Այժմ խոսենք թթի հակացուցումների մասին։ 5 հիվանդություն, որի դեպքում թութ ուտելը կարող է իրականում ձեզ վնասել։ Առաջին շաքարային դիաբետ։ Թութը շատ քաղցր միրգ է եւ այդ քաղցրությունը պայմանավորված է իր մեջ առկա բնական շաքարներով, գլյուկոզայով եւ ֆրուկտոզայով։ Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե շաքարը բնական է, ապա այն չի ազդի արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Իրականում բնական շաքարները եւս կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Իհարկե, սա չի նշանակում, որ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չպետք է ընդհանրապես թութ ուտեն, սակայն պետք է չափազանց ուշադիր լինեն չափաբաժնի նկատմամբ եւ հաշվի առնեն բժշկի եւ սննդաբանի խորհուրդները։